Ես ասացի այո, ես չէի կարող մերժել այդ գեղեցիկ երիտասարդին, ով մոտեցավ ինձ այս գեղեցիկ շոկոլադե տուփով եւ վերջում կասեմ թե ով ասում են, որ ուտում ես չոկոֆլիպի շոկոլադներից մեկը, ինչ որ բանաստեղծի անունով, օրինակ, ես կվերցնեմ Չարենցը։ Միանգամից հիշում ես անգիր իր բանաստեղծություններից մեկը։ Ինչ էլ շոկոլադը բավականին հաստ եւ ինձ թվում է շատ հագեցնող կլինի եւ մի հոգի չի կարող ուտել, բայց տեսնենք, վաու, զարդարանքը, գույները, փայլերը, շլացուցիչ։ Վաու, վարդագույն է ներսում։ Ինձ սիրելի գույներից մեկը։ Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես, և հոգուս մեջ հուսահատ այնքան աստղեր եմ մարել, կյանքս որ հուշ է դարձել, հեռանալիս չանից ես, կյանքս կանցնի կմարի, բայց երգս կա, կապրի դեռ, կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում, հան նպատակ ու տարտամ, հան մխիթար ու անհույս, երգերիս մեջ դու գիտես, ինձ ոչ ոք չի ճանաչում, կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտը հոգուս, հույ, մի պահ գնացի պոեզիայի աշխարհ, բայց վերադառնալով համին, ասեմ, որ կատարյալ համադրություն է, ելակի համը, միջուկը, միանշանակ Չարենցը, իմ ֆավորիտ շոկոլադն է։ Ես ասացի այո հնդիկ առաքիչին, ով ասաց delivery for you, այո, ես ասացի եւ նա հասկացավ։